Փակ TV հեռուստալիքի բոլոր մշակութային ծրագրերը հովանավորվում են իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի կողմից։ Բարև ձեզ բարեկամներ, այսօր մայիսի 1-ն է, իսկ դա անկասկած մեր ժողովրդի ամենասիրված տոներից մեկն է և մենք մտածում ենք, թե այսօր ինչ ծրագիր ներկայացնենք մեր ունկնդիրներին։ Մայիսը սովորաբար մեզ համար մեծ հաղթանակների ամիս է։ Իսկ մեծ հաղթանակներ մենք ոչ միայն ռազմի դաշտում ենք ունեցել, այլ նաև մեծ սպորտում։ Եվ ահա հաշվի առնելով այս տոնական օրվա մեծ խորհուրդը, որոշեցինք ձեր ուշադրությանը ներկայացնել մի հաղորդում վերադարձ կամ նորից բարև շարքից, որի հերոսը իսկապես կենդանի լեգենդ էր։ Մի անձնավորություն, ում հետ ես բախտ եմ ունեցել երկար տարիներ մտերիմ բարեկամ լինել։ Ցավոք նա այսօր մեր կողքին չէ, բայց կարծում եմ հաղորդումը, որ հիմա մենք կներկայացնենք ձեր ուշադրությանը, այն նրա հիշատակին իսկապես արժանի տուրք է։ Դիտեք այդ հաղորդումը և դուք մեկ անգամ էլ կվայելեք մեծ հաղթանակի անկրկնելի բերկրանքները։ Բարև ձեզ բարեկամներ, վերադարձ կամ նորից բարև ծրագիրը կրկին եթերում է և մենք նորից ողջունում ենք մեր բոլոր հեռուստադիտողներին։ Գիտեք, այսօր արտասովոր օր է, 10-րդ հաղորդումն է վերադարձի, այնպես որ մենք էլ մտածել ենք ինչ անենք, որպեսզի մեր հեռուստադիտողների համար այս անգամ լինի մի այնպիսի անակնկալ, որին շատերը վաղուց սպասում են։ Եվ ինձ թվում է մենք գտել ենք այդ տարբերակը, հիմա դուք կնայեք էկրանին ցուցադրվելիք տեսանյութը և կհասկանաք, թե ում մասին է խոսքը, ով է լինելու այսօրվա հաղորդման գլխավոր հերոսը։ Քսաներորդ դարի համաշխարհային ծանրամարտը դժվար է պատկերացնել առանց Յուրի Վարդանյանի։ Մրցահարթակի արքան մեծ սպորտում մնաց ուղիղ 10 տարի։ Այդ ընթացքում 2 անգամ հավասարը չունեցավ երիտասարդների և 7 անգամ մեծահասակների աշխարհի առաջնություններում։ Դարձավ 43 համաշխարհային ռեկորդների հեղինակ, որոնք սահմանելով կիսամիջին, միջին և կիսածանր քաշային կարգերում մնաց անփոխարինելի։ Աշխարհի չեմպիոնի մկրտությունը ստացավ 1975 թվականին Մարսելում անցկացված երիտասարդների աշխարհի անդրանիկ առաջնությունում։ Յուրի Վարդանյանի նորամուտը մեծահասակների աշխարհի առաջնություն տեղի ունեցավ 1977 թվականին Շտուտգարտում, որտեղից տուն բերեց կիսամիջին քաշային կարգի բոլոր 3 ոսկե պարգևները։ Ամերիկյան Գեթիսբերգ քաղաքում նա առաջին անգամ մասնակցեց միջին քաշայիների պայքարին և ամբողջ 25 կիլոգրամով առաջ անցնելով մրցակիցներից նվաճեց աշխարհի չեմպիոնի 2-րդ տիտղոսը, 3 նոր ուղում մտցնելով համաշխարհային ռեկորդների աղյուսակում։ Նախաօլիմպիական տարում դարձյալ անվիճելի էր հայ դյուցազնի առավելությունը։ Հունական Սալոնիկ քաղաքում նրան հանձնվեց խաղարկված բոլոր բարձրագույն պարգևները, 7.5 կիլոգրամով առաջ անցնելով բուլղարացի Բլագոյ Բլագոևից։ Վարդանյան Բլագոև մրցավեճին մասնագետներն ու մարզասերները անհամբերությամբ են սպասում 1980 թվականին Մոսկովյան օլիմպիադայում, սակայն սպասված երկխոսությունը տեղի չունեցավ։ Դեռևս Մոսկովյան օլիմպիադայից շատ առաջ Վարդանյանը հայտարարել էր, որ օլիմպիական ոսկին կկշռի 400 կիլոգրամ։
Արդյունք, որն անհասանելի էր անգամ առաջին եւ երկրորդ կիսածանր քաշայիներին։ Օկուն վարժությունը լեննականցի դյուցազնը ավարտեց 177.5 կիլոգրամ արդյունքով եւ խոստումը կատարելու համար անհրաժեշտ էր հրում վարժությունում գլխավերևում պահել 222.5 կիլոգրամանոց սանրաձողը։ Այն, ինչ կատարվում էր Իզմայլովո մարզապալատում, վեր էր հրաշքից։ Դա ֆանտաստիկա էր։ Արդյոք հնարավոր բան է, որ ընդամենը 82 կիլոգրամ քաշ ունեցող մարդը բարձրացնի նման ծանրություն։ Այո, հնարավոր է։ Ահա նա, մրցահարցակի կենտրոնում մարզաշխարհին քաջ ծանոթ վարդանյանական ժպիտը դեմքին կանգնել է մեր ժամանակների մեծագույն մարզիկը, գլխավերևում պահած ահռելի ծանրությունը։ Այդ երեկո համաշխարհային ծանրամարտի ապարանջանի ամենաթանկագին ադամանդը 5 նոր ուղում մտցրեց աշխարհի ռեկորդների աղյուսակում։ Որպեսզի միջազգային ֆեդերացիայի նախագահի խոսքերը չափազանցություն չհնչեն, ասենք, որ այս ֆանտաստիկ մարդը Մոսկովյան օլիմպիադայում նման արդյունքով կարող էր չեմպիոնի տիտղոսը նվաճել թե առաջին, թե երկրորդ, կիսածանր քաշային կարգերում եւ այն էլ մեծ առավելությամբ։ Համաշխարհային ծանրամարտի ապարանջանի ամենաթանկագին ադամանդի ոսկե սիմֆոնիայի վերջին ակորդը հնչեց 1985 թվականին Շվեդիայում, որտեղ նվաճեց աշխարհի չեմպիոնի իր վերջին 7-րդ տիտղոսը, դրանով իսկ ճանաչվելով նաև տասնամյակի աշխարհի չեմպիոն։ Այս ընթացքում ծնվել են բազմաթիվ մարզական նորաստղեր, սակայն ոչ մեկին չի հաջողվել արժանանալ նրա փառքին։ Հոգու եւ մարմնի նման ներդաշնակություն, որը ընդունելություն կգտնի աշխարհի ցանկացած մայրցամաքում, դեռևս չի արձանագրվել։ Սիրելի բարեկամներ, սպորտի վաստակավոր վարպետ, Մոսկովյան օլիմպիադայի հաղթող, աշխարհի Եվրոպայի բազմակի չեմպիոն, համաշխարհային 43 ռեկորդների հեղինակ Յուրի Վարդանյանն է մեր հյուրը։ Ընդամենը մի քանի օր առաջ Յուրի Վարդանյանը տոնեց իր ծննդյան հերթական տարեդարձը, բայց դա չէական է։ Պետք է ասեմ, որ նա մնացել է նույն երիտասարդը, նույն հմայիչ վարդանյանական ժպիտով այն մարզիկը, որին աշխարհի ցանկացած անկյունում լավ են ճանաչում։ Գիտեք, մենք միշտ մեր ծրագիրը սկսում ենք մի այսպիսի հարցով, թե որն է տվյալ հաղորդման հերոսի ֆենոմենը, նրա առեղծվածը։ Ես պիտի ասեմ, որ այսօր այստեղ դահլիճում նստած են Յուրի Վարդանյանի մտերիմ բարեկամներն ու ընկերները։ Բացակայում են հարգելի պատճառով շատ ու շատ իհարկե անձնավորություններ, եւ եթե մենք փորձեինք Յուրի Վարդանյանի այս հանդիպումը կազմակերպել անգամ մարզահամերգային համալիրում, հավատացեք, որ դահլիճը լեփ ուներ լինելու։ Այնուամենայնիվ, որն է Յուրի Վարդանյանի ֆենոմենը։ Այս հարցով նախ մենք դիմեցինք մի շատ հետաքրքիր հայազգի ներկայացուցիչ, մեր շատ սիրելի դերասան Վարդան Պետրոսյանին։ Եվ գիտեք, թե ինչ նա ասաց։ Խնդրեմ, տեղեկացեք։ Յուրի Վարդանյան երևույթը ինքը բազմաթիվ երևույթների հանրագումար է։ Յուրի Վարդանյանը միայն ուժեղ ծանրորդ չէր, միայն հանճարեղ սպորտսմեն չէր։ Իր մեջ այնքան բաներ խտացած, եւ այդ խտացումն էր հենց Յուրի Վարդանյանը։ Իմ սերնդակիցների մեջ բոլորը գիտեն, չկար մեկը, որ չհպարտանար նրանով։ Ոչ միայն իմ սերնդակիցների մեջ։ Երեխաները, մեծերը, տատիկները, պապիկները, կանայք, բոլորը հիանում էին։ Այն որ ինքը ահռելի ուժի տեր մարդ էր, էտել հնարավոր էր։ Գիտեք, որովհետև ինքը ռեկորդներ էր սահմանում իր քաշից մի քանի քաշ ավելի վերև սպորտսմենների համար, բացառիկ ուժի տեր մարդ էր։
Ծանրաձողին մոտենալը արդեն զարմանալի երևույթ էր, թատերախաղ էր եւ հետաքրքիր էր նրա ուժի ու հայկական բարության ու բնավորության արտահայտությունը բոլորն այդ մասին են խոսում, երբ ծանրաձողը բարձրացնելիս նա պարտադիր ժպտում էր, ծիծաղում էր։ Յուրի Վարդանյանը մեր ժողովրդի դառը ճակատագիր ունեցող ժողովրդի երազանքների արտահայտողն էր։ Բոլորը նրա մեջ մի տեսակ տեսնում էին վերակենդանացած մի Սասունցի Դավիթ։ Նա նման էր Սասունցի Դավթին, ուժեղ էր, զորեղ էր, տեսքով մի տեսակ միամիտ էր եւ նրա մեջ մենք իսկապես տեսնում ենք մեր Սասունցի Դավթին։ Եթե հիշում եք, գալիս կանգնում էր, մոտենում մի պահ մտքում հաղթահարում էր, ակնթարթորեն վերցնում բարձրացնում էր եւ նրա մշտական ժպիտը դեմքին, սա արդեն ամբողջ հայ ժողովրդի հաղթանակն էր, ամբողջ հայ ժողովրդի, երեխա, մեծ, տատիկ, պապիկ, կին, խամար, բոլորը այդ ժամանակ ճչում էին եւ տոնում էին իրենց հաղթանակը։ Այսինքն Յուրի Վարդանյանի ֆենոմենը, երևույթը ըստիս դրանում է, որ նա մեր երազանքներն էր իրականացնում, մեր հաղթանակներն էր մի տեսակ մարմնավորում։ Դրա համար նա մնաց ու կմնա պատմության մեջ, ոչ թե ծանր քաշերով, այլ հենց դրանով, այս ամեն ինչով, ինչպես ասացի։ Սիրելի Յուրի, չմտածես, որ ամեն ինչ վերջացած է, ես կարծում եմ հակառակը, քո երկրորդ երիտասարդությունն է սկսում քո մեծ եւ հանճարեղ սաների մեջ։ Յուրան մի երևույթ է մեր կյանքում, որը միլիոն տարի մեկ է լինում։ Յուրի Վարդանյանը երևույթ է։ Նա պետք է հանկիստ չնստի, մեծահամբավ մարդը պարտավոր է շկոլա ստեղծելու, այսինքն դասերագելու սերունդին, ասելու ինչ պետք է անեն։ Նախ ֆենոմեն բառի մասին շատ խոսվեց։ Յուրի Նորարիչը ոչ թե աշխարհի 7-ակի չեմպիոն է, Յուրի Նորարիչը աշխարհի 9-ակի չեմպիոն է։ Երկու անգամ նա 75-76 թվականներին եղել է երիտասարդների աշխարհի չեմպիոն, նոր 7 անգամ իրար հետևից աշխարհի մեծահասակների չեմպիոն։ Նա ոչ թե 43 աշխարհի ռեկորդների հեղինակ է, այլ 49 ռեկորդների հեղինակ է, 6 աշխարհի երիտասարդների ռեկորդի հեղինակ է։ Բարեկամներ, մեր հանդիպմանը մասնակցում է երգահան Սասուն Պասկևիչյանը, որը շատ լավ է ճանաչում Յուրի Վարդանյանին եւ ով եթե ոչ Սասուն Պասկևիչյանը նույնպես կարող է խոսել Յուրի Վարդանյան անհատականության առեղծվածի մասին։ Յուրի Վարդանյանը անձնավորությունն է, որ ինձ համար եւ ոչ միայն ինձ համար, այլ բոլոր ժամանակների համար մեր սպորտային լավագույն դիվանագետներից մեկն է։ Մարդ, որով մենք ոչ միայն ուրախանում ենք, ոչ միայն հպարտանում ենք, այլ հանդեսանում է իմ համոզմամբ մեր ազգային հպարտությունը եւ ազգային արժանապատվությունը, որ բազմաթիվ տարիներ, բազմաթիվ անգամներ նա վեհ է պահել հայության անունը։ Շատ կարելի է խոսել, բայց հավաքածները շատ են, ուստի փոխանցենք մյուսներին։ Ես նույնպես հպարտ եմ այսօր լինել այստեղ, այսքան տաղանդաշատ մարդկանց միջավայրում եւ նաեւ հպարտ եմ, որ վերջապես հանդիպեցի Յուրի Վարդանյանին։ Մենք իհարկե փոքր ենք եղել, երբ նրա հաղթանակները ամբողջ աշխարհը ցնցել են եւ միմիայն ուրախ կլինեմ, եթե իմ տղան ձեր նման սպորտսմեն լինի, ձեզ նման ուժեղ լինի, ձեզ նման հանրահայտ լինի, ազգի հերոս Սասունցի Դավիթ լինի։ Ես եւ կարծում եմ բոլոր հայ կանայք կուզենան, որ իրենց զավակները ձեզ նման լինեն։ Ավելացնեմ, որ Յուրի Վարդանյան անունը ծնողներիս ժառանգն է եղել ինձ։ Ֆիլմը Սասունցի Դավիթը, երբ ես պստիկ էի, փոքրիկ էի, նայում էի ֆիլմը եւ հայրս ինձ ասում էր կողքից, որ գիտես, որ մեր ազգի պարծանքն է Յուրի Վարդանյանը։ Եվ այդպես ես մեծացել եմ Յուրի Վարդանյան անունը իմ սրտում։ Եղեք առողջ, եղեք միշտ մեր կողքին, մենք ձեզ շատ սիրում ենք։ Ես ապրում եմ քո կարոտով, քո հույսով
ես շատացնում ես նազերդ Քո աչքերում բարևն է շողում Ունայում ես ու շոյում ես մազերդ Աղբյուրի պես ծիծաղում Ես չգիտեմ թե որտեղից դու եկար Կանաչ գարնանցի ծռնակի պես Դու չկայիր իմ սրտի մեջ սեր չկար Հիմա սիրո ծով եմ ես Գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի արավոտ Գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի արավոտ Գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի արավոտ Գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի արավոտ Գերի բարեկամներ, իհարկե մեզ նույնպես հետաքրքրում է թե որն է Յուրի Վարդանյանի ֆենոմենը։ Պարոն Վարդանյան, որն է այնուամենայնիվ ձեր ֆենոմենը։ Իմ կարծիքով այդ իմ ֆենոմենի մասին ես չէ որ պետք է խոսեմ։ Սխալ կլինի իմ կողմից որևիցե մի բան ասելը, բայց մինչև այդ հարցին պատասխանելը, ես չգիտեմ ինչու հարկ եմ համարում, որ շեշտեմ, որ նմանատիպ հաղորդումները միգուցե շատ լավ են, ասենք, մեր հեռուստադիտողների ժողովրդի համար, բայց ես անձամբ չգիտեմ ինչի խուսափում եմ շատ այսպիսի հաղորդումներին, բայց պետք է անկեղծ խոստովանեմ, որ չէի կարող իմ վաղեմի ընկերոջը Համլետ Ուշյանին մերժել, ես միգուցե առաջ անգամ քո ներկայությամբ եմ ասում, երբ որ մի շաբաթ առաջ էր, չէ, մենք պայմանավորվեցինք, ես եւ 100% այդ բանին չասեցի, բայց մտածեցի մի պահ, հետո իսկապես հասկացա, որ մերժելը շատ վատ կդիտվի իմ երկարատև ընկերոջը, որտեղ մենք իսկապես 75 թվականից երբ որ սկսվել է իմ հաջողությունները, մենք միասին ամբողջ իմ սպորտային կյանքում իմ կողքն եղել եւ ոչ միայն սպորտային, ընդհանրապես կյանքում նաեւ Եվ մերժելը շատ չերկարացնեմ, դա իմ կողմից շատ տգեղ Շնորհակալություն, շնորհակալություն։ Բայց իսկապես, եթե կոնկրետ հարցեր կլինի արկ, ես կպատասխանեմ, բայց կարծում եմ ոնց ասեմ, ես իմ ֆենոմենը որն է, այնա դուք ականատես կադրեր դիտեցիք, որ ամեն ինչ պարզ է, դրանից մի բան էլ մտքիս եկավ, ուզում եմ այդ մասին էլ ասեմ, որ ասում եք շատ բան չի փոխվել, եկեք մենք մեր հեռուստադիտողներին չխաբենք։ Հեռուստադիտողը լավ տեսնում է 30 տարի առաջվա Յուրի Վարդանյանին եւ այս պահին։ Այնպես որ շատ լավ կհասկանա ինչ է փոխվել, ինչ չի փոխվել։ Հասկանալի է։ Պարոն Վարդանյան, դեռ Մոսկովյան Օլիմպիադայից առաջ դուք ասացիք մի առիթով լրագրողներին, որ մարզումները սիրում եք ձեր անցկացնել երաժշտության հնչյունների ներքո։ Եվ նույնիսկ ասացիք այսպիսի հիշում եմ նախադասություն, որ վատ չէր լինի, եթե միջազգային ֆեդերացիան որոշում ընդուներ եւ մեծ մրցումներն էլ անցկացվեին երաժշտության հնչյունների ներքո։ Այսօր էլ այդ կարծիքին եք։ Հետևից եմ գալիս, ափսոս որ այդ որոշումը չընդունվեց միջազգային ֆեդերացիայի կողմից, բայց այդ առաջարկը իսկապես եղել է այդ պահից ու շարունակաբար մինչև առեսօր գնում են, քննարկումները գնում են, բայց լիարժեք որոշում չի եղել։ Բայց 2005 թվականին հերթական ուրեմն աշխարհի առաջնության ժամանակ ես անձամբ ներկա էի եւ ծանր քաշային Ռեզա Զատեն, չգիտեմ երևի թույլտվությամբ էր, այ ինքը երաժշտության ներքո էր գալիս, երևի դա իրեն առանձնահատուկ երաժշտական բան ուներ, ծրագիր ուներ եւ նորից եմ կրկնում երևի թույլտվությամբ, համաձայնությամբ ավելի ճիշտ, ինքը դուրս էր գալիս եւ ասեմ որ իր մոտ բավական հաջող էր ստացվում։ Ես իմ մարզումները բոլոր անցկացրել եմ երաժշտության տակ։
Եվ դա ինձ ավելի ոգեշնչել է, ավելի ես ինձ լավ եմ զգացել, ավելի հանգիստ եմ եղել, ավելի մտածված եմ կատարել իմ յուրաքանչյուր մոտեցումը եւ այլն։ Մենք ձեզ համար պատրաստել ենք եւս մեկ անակնկալ տեսագրություն։ Հիմա պիտի վերադառնանք Մոսկվա եւ լսենք մի շարք հարգարժան մարդկանց, որոնք ձեր մտերիմ բարեկամներն են, ձեր ընկերներ են, կարծում եմ ձեզ համար հատկապես հաճելի անակնկալ է լինելու։ Խնդրեմ։ Մոսկվայում եւս Յուրի Վարդանյանը մեծ թվով ընկերներ ունի։ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի պրեզիդենտ օթելում հանդիպեցինք Լևոն եւ Ռաֆայել Հայրապետյաններին։ Ավակ ընկերոջ իրավունքով Յուրի Վարդանյանի մասին ահա թե ինչ ասաց մեր հանրահայտ գործարարներից ու բարերարներից մեկը Լևոն Հայրապետյանը։ Ընկերոջ մասին, ոնց որ քո մասին լավ բաներ խոսելը մի քիչ անհարմար է, բայց ես կարծում եմ, որ ինքը հռչակավոր մարդ է։ Ես հիշում եմ, որ ինքը իր նման ես սպորտսմեն չգիտեմ, հռչակավոր, որ ինքը այդ չեմպիոնները, այդ ռեկորդները որ խփում էր, ես շատ էի բարձրանում, որ ես հայ էի։ Ինքը մեծ դեր խաղաց հայության համար, բոլորը իրանց հայ զգացին, ով իրար չզգում, նորից հայ դառան, իշնորհիվ Յուրի Վարդանյանին։ Եվ ես ցանկանում եմ իրան ամեն բարիքները եւ առողջություն։ Մենք բարձրանում ենք, որ տենց հայրենակից ունենք։ Դու մեր աստղն ես։ Առանց ամանչելու եմ ասում, բարձ, ես քեզ սիրում եմ եւ հարգում եմ, Յուրի։ Յուրի Վարդանյանը իմ շատ լավ ընկերն է, որին ես ուղղակի առաջին հերթին որպես անձնավորություն եմ սիրում եւ որպես հայ ազգի մեծագույն մի պարծանք։ Дорогой Юрик Джан, от лица всех русских армян тебя поздравляет Дмитрий Харатьян. Счастья, здоровья, успехов, радости, всего самого-самого-самого. Вы наше национальное достояние, наша гордость не только нашей нации, но вообще всего мира. Вы всемирно известный человек, который принес славу нашему народу, и не только нашему народу, а вообще спорту как таковому. Будьте здоровы, будьте счастливы. Поздравляю вас. Քո ժպիտը, քո բարոյական կերպարը, քո դերը հայ ազգը ներկայացնելու ամբողջ աշխարհում դու շատ մեծ դեր կատարեցիր այն տարիներին եւ ես հպարտանում եմ որովհետեւ միջև այսօր խոսում են հիանում են քեզանով դու քո կյանքով ապացուցել ես որ դու դրա իրավունք ունես եւ ես ցանկանում եմ որպեսզի դու նոր քայլ անես դեպի սպորտը դեպի արվեստը դեպի մարդկային հարաբերությունները ակտիվ լինես որովհետեւ Գիտես ինչ, մեր հասարակության մեջ կան մարդիկ, որ երբ որ հայտնվում են էկրանների վրա կամ հայտնվում են հասարակության մեջ, մարդ իրան ուղղակի լավ ազգում, որ այդպիսի մարդ կա մեր շրջապատում։ Այդ դու այդ մարդկանցից ես։ Ես շատ եմ ուզում, որպեսզի քեզ հաճախ տեսնեմ, հաճախ լսեմ։ Քեզ ամենալավ բաները։ Ես կուզեմ իհարկե Յուրի Վարդանյանին շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ ցանկանալ այդ գեղեցիկ այդ համով անձնավորության, որը իրեն հայրենիքի համար արել է ամենը ինչ որ կարողացել է։ Շնորհավորում եմ Յուրա ջան ծննդյան օրդ։ Շնորհավորում եմ ինձ հետ միասին ամբողջ Ռուսաստանի հայությունը։ Մենք քեզ շատ ենք սիրում, շատ ենք սիրում։ Ու շնորհակալություն, որ չես մոռանում քո հայրենիքը, չես մոռանում քո հայ ժողովրդի ամբողջ աշխարհով սփռված։ Ցանկանում եմ, որ ամեն ինչ քո մոտ լինի հաջող առողջություն եմ ցանկանում առաջնային հիմա քեզ համար դա կարևորագույն է ընդունի իմ ընտանիքի բոլորի կողմից այդ սերն ու հարգանքը դեպի քեզ դեպի քո ընտանիք միշտ քո կողքին եմ շավարժ Պարոն Վարդանյան շատ մեծ թվով ընկերներ ունեք անակնկալ էր Ես շատ հաճելի է իսկապես ու ես հիմա հասկացա որ այդքան մենք իրար լավ ճանաչելով նաև այդ չափի խորությամբ ես քեզ չեմ ճանաչում որ դու կարողանում ես նաև ինձանից ինչ-որ բաներ պահել ու սենց անակնկալներ մատուցել Այ ես կուզենայի որ դու ասեիր նաև ինչ է քեզ համար ընկերությունը Ընկերությունը այդ ինչի մասին որ խոսում ենք իմ սպորտային հաջողությունների մեջ շատ մեծ դեր է խաղացել ընկերությունը մտքով եւ իմ հոգով նրանք միշտ իմ կողքին են եղել ես չէի ուզենա ամբողջ բառեր օգտագործեի բայց ասեմ որ առանց իրենց այս հաջողությունները երբեք չէր լինի
Այսօր մեր հանդիպմանը մասնակցում է մի անհատականություն, որին ինքդ շատ սիրում հարգում ես, եւ ես կարծում եմ, որ հեռուստադիտողների համար էլ հերթական հաճելի հանդիպումն է, անակնկալ հանդիպում չէ կարող ասել, որտեղ Արամայիս Սահակյան այն մարդն է, որին եթերում տեսնել դարձել է սովորական երևույթ, բայց Յուրի Վարդանյանի հանդեպ հանրապետության գլխավոր ոզնին, Երևանի պատվավոր քաղաքացին, առանձնակի վերաբերմունք ունի։ Այդպես է, պարոն Սահակյան։ Կարևոր հայտարարություն եմ ուզում անել։ Ես այսօր ինձ համարում եմ աշխարհի ամենահարուստ մարդը։ Ավելի հարուստ, քան ասենք եղել է Ռոքֆելլերը, Մորգանը, Ֆորդը, Մանթաշովը եւ ուրիշ ընկերներ։ Այո։ Քանի որ նրանցից ոչ մեկը Յուրի Վարդանյանի ընկերը չի եղել։ Իսկ ինձ բախտ է վիճակվել եւ ձեզնից շատերին լինել Յուրի Վարդանյանի ընկերը։ Երբ որ հարցրի Յուրա ջան, ո՞նց ես այդպես միանգամից բարձրացնում, ասաց նախ մտքով եմ բարձրացնում ծանրաձողը, նախ մտքով տրամադրված, իրոք նոր միայն զորություն քո մտքին, նա է հաղթում, ով լավ բարեկամներ ունի, նա է հաղթում, ով շատ բարեկամներ ունի։ Ինչու են մեզ խաբել ու խփել շարունակ, որովհետև հաճախ եղել ենք միայնակ, միասնական լինենք, միշտ լինենք միասին, զորություն քո բասկին, որ ծառայես ազգին։ Այսօր իրոք շատ հիերարխիկ անձնավորություններ են տեղ զբաղեցրել հին Երևան ռեստորանային համալիրի Երևանյան սրահում եւ մայստրո Ջիվան Գասպարյանը մեկն է այն մարդկանցից, որը նույնպես շատ երկար տարիներ ճանաչում է Յուրի Վարդանյանին, հանրապետության ժողովրդական արտիստը, Երևանի պատվավոր քաղաքացին, մեր կենթանի լեգենդներից մեկը Ջիվան Գասպարյանը այստեղ է եւ ես չեմ կարող չխնդրել նրան, որպեսզի ինքն էլ իր խոսքը ասի իր վաղեմի բարեկամի մասին։ Մեծ սիրո։ Յուրա ջան, նախ քո մասին խոսալը համ շատ հեշտ է, համ էլ շատ դժվար։ Երկու ծայրահեղություն ունես դու։ Հեշտ է նրա համար, որտեղ դու արդեն ասել ես քո խոսքը։ Բոլորը քեզ ճանաչում են։ Դու արդեն ասել ես, թե դու ով ես։ Բայց իբրև ընկեր, իբրև գայդին մարդ, քաղցր տղա, այրենասեր տղա, դրա մասին ես կարող եմ երկու խոսք ասեմ քեզ, Յուրա ջան։ Ես ուզում եմ ասեմ քեզ երկար կյանք, լավ ընկեր ես, լավ հայր ես, լավ մարդ ես, լավ հայ ես, ճիգարով, սրտով։ Ես այսօր ուրախ եմ, որ sense տեսել ենք ես փոքրիկ Բուրաստանի մեջ ես, հին Երևան մեր պատմության մեջ, եւ այսպես իրար չենք կողմ, հիշում ենք, սա գովասանք չէ, գովաս չէ սա։ Սա մենք խոսում ենք ճշմարտություն, ինչ որ կա մեր գլխի, մեր սրտի մեջ։ Յուրա ջան, չես պատկերացնի, թե ինչքան ուրախ եմ, որ այսօր sense նստած ենք դեպուտեմ, եւ այս հանճարտ ժողովուրդը, որ այսպես նստած են, նայեք տեսեք, ամեն մեկը մի վարդա, մի ծաղիկա, մի գեղեցկություն է մեր հայ ժողովրդի համար։ Միշտ sense պայծառ, քաղցր, մնանք ու մեր ժողովրդին սիրելով, իրանց հետ ապրենք, ջանասելով, ջանասենք։ Ես պիտի ասեմ, որ այսօր Ջիվան Գասպարյանը միայնակ չի եկել, վարպետի հետ է նաև նրա աշխարհահռչակ թորը, Ջիվան Գասպարյան կցերը եւ իր գործընկերները, դուդուկահարները, որոնք իհարկե կարծում եմ այսօր մեզ կնվիրեն մի ինքնատիպ կատարում եւ հաճույքով կլսենք։ Վարպետ, կարող ենք։ Իհարկե։ Խնդրեմ։
Այսօր իհարկե շատ հարգարժան հյուրեր ունենք։ Ես կարծում եմ, որ հիմա մենք հաճույքով կլսենք խորհրդային տարիների մի լեգենդար կնոջ հրաշալի մի անձնավորության, վառ, պայծառ անհատականության Դոնարա Հարությունյանին, Դոնարա Ասքանազովն այն անձնավորությունն է, որը իրոք շատ լավ է ճանաչում Յուրի Վարդանյանին, որը ոչ միայն նրանով հպարտանում։ Իմ լավագույն ժամանակներում մեր քաղաքային կոմիտեն էր ղեկավարում։ Այո։ Մեր քաղաքն էր ղեկավարում։ Լեգենդար մի կնոջ ենք հիմա լսում։ Մտածում եմ, թե ինչ հետաքրքիր օր է այսօր Յուրի Վարդանյան։ Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի բազմագիտ չեմպիոն։ Յուրի Վարդանյանի մոտ մի շատ գեղեցիկ բան կա, ու մտածում ես, թե ինչը հասցրեց այդ ամենամեծ գագաթնակետին առաջի հերթին սպորտային հրաշալի տվյալները, ահավոր աշխատասիրությունը, ավանդապահությունը եւ ամենակարևորը կամքի ուժն ու Գյումրեցու թասիբը։ Գյումրեցու լոպազության մեջ ինչ չմեղադրեք, այն ինչ որ ճիշտ է, պետք է ասեմ, ցնցած հանրապետությունը, ցնցած ու գովերքեց նաև լենինական քաղաքը, որ այդպիսի զավակ ունի, մինչև բանը հասավ այնտեղ, որ Հայաստանի ղեկավարությունը անձամբ առաջի քարտուղարը Կարեն Սերոպեչը երջանկահիշադակ հadouk վերաբերմունքով, ագնաձանքով, ամեն ինչով կարողացավ Յուրի Վարդանյանին քննադատել, սիրել, հարգել եւ երկու ընտրաշրջան ընտրվեց մեր Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր եւ ինչ շատ ողջևորել է նրա այն հատկությունը, որ փառքի աղմուկից երբեք նրա ագաժները չխլացավ եւ երբեք նա չկոշտրեց իր համեստությունը, իրեն ճիշտ պահեց։ Ասում է, երբ որ ճանաչողի հետ առանցին եմ մնում երկուսով, ես միշտ մտածում եմ, որ ինչպես կարելի է առանց հաղթանակի վերադառնալ հայրենիք։ Այս է Յուրի Վարդանյանի էությունը։ Ժամանակը դաժան է, իմացեք, միշտ փոշու շերտով ծածկում է հիշողությունը։ Այդ թանձր ծածկուտը կչնջի հիշողությունը, իսկ հիշողությունը հեղինակություն ունի, նաև հիշողությունը։ Մենք պարտավոր ենք այդ հիշողությունը պահպանել մինչև վերջ, որպեսզի մեր սերունդը կարողանա հիշի Յուրի Վարդանյանին։ Ես քեզ շատ եմ սիրում, Յուրի ջան, համբուրում եմ, ուզում եմ առողջ լինես, երջանիկ լինես եւ շարունակես շատ արագ տեմպերով աշխատանքդ, որին ես անչափ սպասում եմ։ Շնորհակալություն Տիկին Դոնարա, ձեր հարևանությամբ նստած են զինվորականներ եւ պիտի ասեմ, որ Ռուսաստանի Դաշնությունից մեծ հյուր է եկել Վալերի Նիկիտինը, գեներալ լեյտենանտ, եւ քննեի, որպեսի Վալերի Федоровичը իր խոսքը ասեր։ Я хочу вас всех поздравить, и в первую очередь дорогого Юрика Варданяна, от имени российского казачества, от имени Совета при президенте Российской Федерации по делам казачества и от имени Центрального казачьего войска России, которое я представляю. Почти 40 лет назад мне пришлось курировать по линии информационной службы Олимпийский комитет и тяжелую атлетику. Мне пришлось бывать на всех соревнованиях по тяжелой атлетике, на Кубке Дружбы, на чемпионатах Европы, мира, в том числе впервые на вашей благодатной земле, на Кубке Дружбы. Принимал нас тогда Серго Барцумян, легенда Армении. И сегодня вот я смотрю на это, действительно время остановилось, мы такие же. Я смотрю в глаза Юрика, мы его так называли тогда, Юрик. И вы понимаете, вместе с Василием Алексеевым, с Давидом Ригертом, Юрик Варданян – это бесспорно легенда советского спорта. Я хочу просить моего друга, главного атамана армяно-казачьего объединения Задаяна Карен Михайловича, наградить Юрика Варданяна медалью за казачью волю от имени Центрального казачьего войска России.
Պարոն Վարդանյան, ես պիտի ասեմ, որ ձեր մեդալները իհարկե շատ են լինելու, հետո էլ Դոնար Ասքանազովն ասաց մի լավ խոսք, որ հիշողությունը շատ կարևոր բան է, բայց հիշողության հետ կապված ես հիմա առաջարկում եմ նորից վերապրել անկրկնելի ակնթարթներ, երբ 1980 թվականին Մոսկովյան Օլիմպիադայում մի երեկոյի ընթացքում հայազգի ջուջազնը Յուրի Վարդանյանը սահմանեց 5 համաշխարհային ռեկորդ եւ ցույց տվեց երկամարտում 400 կիլոգրամ արդյունք, դարերի ռեկորդ, այդպես անվանեցին այդ ռեկորդը մարզական լրագրողներն ու մասնագետները։ Հիմա առաջարկում եմ նորից վերապրենք այդ ակնթարթները եւ ձեզ հետ փորձենք մեկնաբանել։ Իզմայելովի մարզապալատն է եւ Յուրի Վարդանյանն է դուրս գալիս, առաջին մոտեցումն է, հիշում եք, չէ՞ այսօրվապես ինչ էր կատարվում։ Սրանք անկրկնելի ակնթարթներ են, պարոն Վարդանյան, եւ չեմ կարծում, որ որևիցե մեկը կարողանա անտարբեր հետևել։ Տեսեք, այս սկսեցիք առաջին մոտեցումը 165 կիլոգրամ էր, եթե չեմ սխալվում։ 165 կիլոգրամ, այո, առաջին մոտեցում, փողոն վարժություն։ Եվ ինչ թեթևությամբ է, տեսեք, Յուրի Վարդանյանը գլխավերևում պահում ծանրաձողը։ Ահա այսպեսին է Յուրի Վարդանյանը, միշտ ժպտադեմ ու վստահ։ Ահա եւ ռեկորդային մոտեցումը փոկում վարժությունում 177 եւ կես կիլոգրամ։ Աշխարհի ռեկորդ, այո, աշխարհի օլիմպիական խաղերի նոր ռեկորդով փոկում վարժությունում ավարտում է իր ելույթը Յուրի Վարդանյանը։ Ահա կրկնապատկերը մեկ անգամ եւս կարող եք դիտել եւ համոզվել, որ մենք իրոք գործ ունենք դարերի ռեկորդի հետ։ Յուրի Վարդանյանը հետո փայլուն հանդես եկավ նաև հրում վարժությունում, որտեղ ցույց տվեց նույնպես ֆանտաստիկ արդյունք՝ 222.5 կիլոգրամ։ Պատկերացնում եք ծանրաձողի քաշը 222.5 կիլոգրամ է եւ երրորդ մոտեցումն է։ Եթե Յուրի Վարդանյանը բարձրացնում է այս ծանրաձողը, երկամարտում նա հավաքում է 400 կիլոգրամ։ Լավ հիշում եմ, թե ինչպես Կենտրոնական հեռուստատեսության սպորտային մեկնաբան Նիկոլայ Օզերովը ասաց. «Միթե հնարավոր է բարձրացնել այդպիսի կիլոգրամներ»։ Պարզվում է, որ հնարավոր է, երբ ծանրաձողին է մոտենում Յուրի Վարդանյանը։ Ահա, այսպես են ծնվում ռեկորդները։ Երբ բարեկամներ, մենք վերապրեցինք Մոսկովյան Օլիմպիադայի անմոռաց ակնթարթները եւ ես ուզում եմ խոսափողը տրամադրենք այն մարդկանց, որոնք շատ հոգեհարազատ են Յուրի Վարդանյանին, լավ ճանաչում են նրան եւ մարզաշխարհում նույնպես բավականին հանրահայտ դեմքեր են։ Մանկավարժական գիտությունների դոկտոր պրոֆեսոր միջազգային բարձրագույն կարգի մրցավար Վանդոս Ղարագյոզյանը, նրա կողքին են Վարդան Թադևոսյանը սպորտային մեկնաբան եւ Սլավա Սարգսյանը, իմ լավ գործընկերներն ու բարեկամները, որոնք նույնպես երևի հիմա դիտեցին Մոսկովյան Օլիմպիադայի այս կադրերը, բազմից են իհարկե դիտել, բայց նկատեցի, որ պարոնայք դուք եք ուզվել։ Շատ հաճելի է ներկա գտնվել այսօրվա միջոցառմանը։ Ողջունում եմ կազմակերպիչներին իդեմս Համլետ Ղուշյանի։ Ինձ ողջ է վիճակվել ընկերություն անել, որը վերածվել է բարեկամական շատ իմ քավորն է, ավագ որդուս քավորն է Տիգրան Ղարագյոզյանի, որը Կիևի հայ համայնքի ղեկավարն է։ Հիմա ես հասնում եմ Օլիմպիական խաղերին։ Դա հրաշք էր։ Բոլորը սպասում էին, որ Յուրի Վարդանյանն է կրելու, չէ օլիմպիական չեմպիոն է դառնալու, բայց ոչ ոք չէր սպասում, որ հնարավոր է միջին քաշային մարզիկը բարձրացնի 400 կիլոգրամ երկամարտով։ Ես ձեզ ասեմ, Յուրի Նորայիչը մի հատ գոտի ուներ, այդ գոտի վրա այն 5 սալդատի դեղին գրած էր 180 գումարած 220 հավասար է 400, ինքը պիտի հիմա հիշի, որտեղ ինքը խոսք էր տվել 77 թվականին դեռ։ Ապրեք, առաջի աշխարհի չեմպիոն, որ դարձավ նա, առաջ օլիմպիական խաղեր։ Այո, նա գրել էր 180 գումարած 220 հավասար է 400-ի, եւ նա իր խոստումը կատարեց։ Մի քիչ պլյուս մինուսով, 177 կես։ Կապ չունի, 400-ը Յուրի Նորայի 400-ը
սահմանելով կարևոր 5 համաշխարհային ռեկորդ սահմանեց։ Ուրեմն ես վկա եմ եղել զբորներին, հավաքներին, Յուրի Նորարիչը Խոստովետական միության թեթև ատլետների հավաքականի մարզիկներին 30 մետր վազքն բոլորին կրում էր։ Աշխարհի չեմպիոներին, օլիմպիական չեմպիոներին 30 մետր վազքն Յուրի Նորարիչը կրում էր։ Ուրեմն 84-ին Վառնա Չորնե մորե դրուժբա մրցույթում, որը օլիմպիադայից ուղի մի ամիս հետո կայացավ։ Ուրեմն նորից Յուրի Վարդանյանը սահմանեց աշխարհի 5 ռեկորդ, բայց ինչ ռեկորդներ։ Ուրեմն 5 ռեկորդ սահմանելուց հետո Յուրի Նորարիչը 224 կիլոգրամը հրելուց հետո դա կազմեց 406.5։ Այն գնահատականը, որ տվել են մեր ղեկավարները Յուրի Նորարիչի հասեին, այսօր էլ համահունչ են։ Ես կուզեի մեր երջանկահիշատակ Կարեն Սերոբիչի խոսքերը կրկնել։ Ասում էր Հայկ Նահապետ, Տոր Կանգեղ, Մեծ Մհեր, Սասունցի Դավիթ, Փոքր Մհեր, Վարդան Մամիկոնյան եւ ասում էր Յուրի Վարդանյանն է այսօր, որով աշխարհը ճանաչում է Հայաստանին եւ Սփյուռքին։ Շնորհակալություն քեզ Յուրի Վարդանյան։ 80 թվականին ես այն հազարավոր կամ այն միլիոնավոր երիտասարդներից մեկն է, որ հեռուստաէկրանի առջև նստած նայում է օլիմպիական խաղերը եւ շատերի նման արցունքն աշկերից ոտքի կանգնած իրեն հետ բարձրացնում ենք այդ ծանրությունը։ Հպարտություն է ապրում ու իմ ուսանողական տարիներին երբ որ ես ընտրել էի մարզական լրագրողի մասնագիտությունը, երբեք մտքով չէր անցնում, որ կգար մի ժամանակ եւ ես այն երջանիկ մարդկանցից մեկը կլինեի, որ ոչ թե կճանաչեի Յուրի Վարդանյանին, ոչ թե նրա մասին միայն հաղորդում կպատրաստեի, այլ առիթներից մեկի ժամանակ Յուրի Վարդանյանից ես կլսեի, որ Վարդան Թադևոսյանը ոչ թե մարզական լրագրող է, Վարդան Թադևոսյանը իմ ընկերն է։ Այն որ մարդիկ ստանում են Օսկար մրցանակ ու շնորհակալություն են հայտնում Աստծուն, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Համլետ Ղուշյանին, որ այսօր այստեղ եմ։ Շնորհակալություն, որ ես Յուրի Վարդանյանի ժամանակակիցն եմ եւ շնորհակալություն, որ դու կաս, որպես մարդ, որպես հայ, որպես ընկեր, որպես մեր ազգի հպարտություն։ 80 թվականին Յուրի Վարդանյանը ընդամենը 24 տարեկան էր, երբ դարձավ օլիմպիական չեմպիոն։ Հուլիսի 27-ին մեկնարկում է օլիմպիական խաղերը եւ մրցանակում մենք կտեսնենք եւս մեկ 24-ամյա մի գյումրեցու, այս անգամ արդեն Նորայր Յուրի Վարդանյանին։ Ես կարծում եմ բարեկամներ, որ Հայաստանում մենք պիտի ունենանք Յուրի Վարդանյանի կիսանդրին, արձանը պիտի ունենանք, որտեվ պիտի այսօրվա սերունդը, այսօր ցավում եմ, բայց այսօրվա երիտասարդները հավատացած է, մի հաղորդաշարքա որ ներկայացնում են արդյոք ովքեր են, այսօրվա երիտասարդը գուցե չճանաչի Յուրի Վարդանյանին, բայց կճանաչի Հոլիվուդի կամ չգիտեմ ռեպեր մի երգիչի կճանաչի, բայց ոչ թե պիտի ճանաչի 70 կամ 80%-ը Յուրի Վարդանյանին պիտի 100-ից 100-ը պիտի ճանաչի։ Պիտի քայլեն ու ասեն, որ մեր կողքին քայլում է հայկական ծանրամարտի, հայկական սպորտի լեգենդը, հպարտորեն պիտի նայենք ու ծափարենք ու խոնարհվենք նրան։ Շնորհակալություն։ Ամեն անգամ, երբ խոսք է գնում Յուրի Վարդանյանի մասին, նրա հետ զրուցելիս ինչ որ թեմայով կարդալիս Յուրի Վարդանյանի մասին կամ կադրերը դիտելիս սկսում ես հուզվել։ Հուզվում ենք այն ժամանակ, հուզվում ենք նաև հիմա։ Ոչ մեկը թող չթաքցնի իր հուզմունքը, որովհետև Յուրան իրոք ֆենոմեն էր, Յուրան իրոք ազգի պատիվը բարձրացնող հազվագյուտ անձնավորություններից մեկն էր, որը բարձր պահեց հայկական սպորտի պատիվը, բայց ինչպես պարոն Ղարագյոզյանը նշեց, Յուրի Վարդանյանը ոչ թե մեկ անգամ պետք է լիներ օլիմպիական խաղերի չեմպիոն, այլ առնվազն 3-4 անգամ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր բացահայտեցին քո տաղանդը։ Տաղանդավոր մարզիկներին պատրաստելը երևի թե ամենամեծ գործն է, հայտնաբերելը ավելի ճիշտ ու հետո նոր զարգացնելը։ Ես կցանկանայի, որ դու քո աշխատանքային գործունեության ընթացքում առաջիկայում նաև կարողանաս այդ հարցերը բարձրացնել եւ լուծում տալ դրան։ Ցանկանում ենք, որպեսզի դու արդեն կազմակերպչական գործ աշխատանքի մեջ նպաստես նոր Յուրի Վարդանյանների ծնունդին։
Հաջողություն եմ քեզ մաղթում Յուրա ջան։ Գիտեք ինչ, պարոն Վարդանյան, եթե ժամանակին մեր սիրելի Ֆորշը զբաղվեր ծանրամարտով, ապա նա անպայման կարող էր չեմպիոն դառնալ նաև թեթևագույն քաշում։ Այդպես է, կարծում եք։ Ֆորշ, շնորհակալություն, որ դու մեզ հետ ես։ Հաճույքով կլսենք նաև քեզ։ Իհարկե, ինձ համար շատ մեծ պատիվ է այսօր ներկայացնելու ստեղ այս հարգարժան մարդու կողքը եւ կյանքում երևի մտքովս չեր անցնի, որ մի օր կարող ասենց բան լինի, որ այս մեծության հետ ծանոթանամ, հերիք չի պատիվ ունենամ նրա ծննդյան օրվան ներկայացնել։ Ես խոսալուց այնքան էլ ուժեղ չեմ, ավելի լավ է մի հատ երկու։ Քարին արև նվիրենք ու մի քիչ էլ սեր Մեր քաղաքը կստացվի Երևանը մեր Բարի դեմքով ծերունի իմ փոքրիկ քաղաք Հարազատ ամեն փողոց ու ամեն մի բակ Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ Քեզ համար Քեզ նով ու միշտ քեզ հետ իմ Երևան Քեզ հետ ենք Երևան Երևանը դու նշենք չէ Երևանը մենք ենք Երևան անկեղծ սիրելը չգրված օրենք է Երևանը դու նշենք չէ Երևանը մենք ենք Երևան անկեղծ սիրելը չգրված օրենք է Երևանը մենք ենք 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 Երևանը դու նշենք չէ Երևանը մենք ենք Երևան անկեղծ սիրելը չգրված օրենք Խոսափող ուզում ենք տրամադրել նաև գեղեցկության խորհրդանիշ մեր շատ սիրելի Լուիզ Աղամբարյանին, որը պարզում է քո մոլի երկրպագուներից մեկն է եւ ասում է էկրանին կպած միշտ նայում ենք թե երբ է ծնվելու հերթական աշխարհը։ Բայց ավելի լավ կլինի դասն ինքը ասի։ Խնդրեմ։ Ողջունում եմ բոլորին։ Ես ուզում եմ ասել, շարունակելով պարոն Ղուշյանի խոսքերը, որ այո, ես նրա մեծ մոլի երկրպագուն եմ եղել եւ ինչպես իմ սերնդակից շատերը մեծացել են բղավելով, գոռալով, գոչելով իրենց ծնողների հետ, դա հետագայում վերածվեց ավելի գիտակցական մի զգացողության եւ այդ ամենը ի ուրախությունից վերածվեց նաեւ մեծ ընկերության։ Այդպես եւ ես ուզում եմ ասել, որ չգիտեմ որքանով այսօր մենք կարողացանք Յուրի Վարդանյան ֆենոմենի թեկուզ 5%-ը բացահայտել եւ այսօր այն բոլոր անկեղծ խոսքերը, որ ասվեցին, ես պարզապես հիացած եմ Դոնառը Ասկանազովնայի խոսքով, որովհետև այնքան ամփոփ, այնքան ճիշտ, այնքան խելամիտ վերլուծեց մի ամբողջ մարդու կենսագրություն, ինչևէ բոլորն այսօր խոսեցին շատ գեղեցիկ եւ շատ անկեղծ։ Բայց կարծում եմ, որ սա դեռ այն չէ։ Դեռ շատ մեծ գրականություն պիտի ստեղծվի։ Շատ ու շատ այլ հեռուստահաղորդումներ, ֆիլմեր, ինչու ոչ, որովհետև Յուրի Վարդանյան ֆենոմենը իսկապես դեռ շատ էջեր ունի, շատ բաներ, որոնք որ հետագա սերունդների համար կարող են դառնալ իսկապես մեծ գիրք կյանքի։ Ուզում եմ վերջում ասել Սևակի խոսքերը, վերհիշել։ Ուշուշ են գալիս, բայց ոչ ուշացած։ Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին։ Յուրի Նորայրիչը ծնվել է ճիշտ ժամանակին, ապացուցել է, որ իր գոյությունը արդար է եւ ամեն ինչ արել է, որ մի ամբողջ ժողովուրդ փոքրիկ էսպես մի կետ, հա, երկրագնդի վրա իրեն շատ մեծ զգա, իրեն հպարտ զգա։ Եղեք ապրեք ու առողջ երկար։ Պարոն Վարդանյան, միշտ ուզեցել եմ ձեզ հարցնեմ, առիթ չի եղել, բայց հիմա պիտի հարցնեմ։ Այ երկար տարիներ ապրեցիք 35 տարի առիթ չի եղել, չէ՞ որ հարցնես։ Միացյալ Նահանգներում երկար ապրեցիք
Եվ հասկանում եմ Դոնար հասկանալն շատ ճիշտ ասեց, որ կարոտը միշտ եղել է կա, բայց այնուամենայնիվ դժվար չէր ձեզ համար այնտեղ ապրելը, որովհետև Յուրի Վարդանյանը առանց Հայաստանի դա նույնն է ոնց որ Հռոմը առանց Հռոմի պապի։ Դժվար էր նախ Հայաստանը թողելը, այնքան որ այստեղ յուրաքանչյուր անհատը իր խոսքի մեջ շատ խորը վերլուծական իսրտե արտահայտվեց, եթե ես այդ խորությամբ արտահայտեմ, դա շատ խորը կգնա, մենք մտնենք լուրջ քաղաքականություն։ Դրա համար ես չեմ ուզենա շատ խորանամ, բայց իսկապես իմ համար շատ ծանր էր Հայաստանը թողելը, այնտեղ իմ տեղը երբեք չեմ գտել, ապրել եմ շատ տխուր, ոչ մի խնդիր տնտեսական, ֆինանսական երբեք չեմ ունեցել, բայց խնդիրը եղել է նա, որ ես ժողովրդից կտրված եմ եղել։ Այն ժողովրդից, ով որ ինձ կերտել, սերտել, իմ կողքին է եղել ու դարձել է նորից եմ կրկնում Յուրի Վարդանյան, եւ ես մեծ պատասխանատվություն եմ զգում հետ վերադարձնել ժողովրդին այն ամենը, ինչ որ ինքը ինձ տվել է։ Ես քիչ դիրք չեմ զբաղեցնում այսօր, ես աշխատում եմ Հանրապետության նախագահի կողքին, հնարավորությունները բավական լուրջ են, մեծ են, սպասելիքներ ունեմ շատ ու շատ, իմ մեջ ունեմ այդքան ուժ հնարավորություն, փառկասու իմ ուսերի վրա գլուխ, որ ես իրոք պետք է աշխատեմ ու ծառայեմ մեր ժողովրդին։ Շնորհակալություն։ Մեր հանդիպմանը մասնակցում է նաև մի անձնավորություն, որը հատուկ Մոսկվայից եկել է Երևան, պատկերացնում եք Մոսկվայից Երևան եւ այդ անձնավորությունը Արմենիա համահայկական միջազգային երգի կազմակերպիչն է Վալերի Սարյանը, որը նույնպես պարզվում է Յուրի Վարդանյանի մեծագույն երկրպագուներից մեկն է։ Շնորհակալություն, թույլ տվեք ողջունեմ, եթե ներողություն խնդրեմ, թույլ տվեք անցնեմ ռուսերեն лезвի. Так уж получилось, Юрий Норайрович, что я ваш поклонник, который родился и вырос на севере, точнее в далеком Магадане, если можно уж совсем вот, да, скорректировать город моей жизни. И вы знаете, даже там, на далеком севере, вы согревали, несмотря на достаточно холодную погоду, в минус 60, минус 62, это у нас была такая обычная норма. Я помню, как после ваших побед, после ваших рекордов, отец с гордостью, встречаясь со своими друзьями, выслушивал комплименты. Вот Вардазар, вот видишь, как ваш армянин, как он выступил. Ваш феномен, он еще не раскрыт, простите меня за дерзкость. И только тогда, вот, когда ваши ученики, став олимпийскими чемпионами, посмотрят вам в глаза и с благодарностью скажут спасибо за этот урок, тогда будет открыт феномен Юрия Нурайровича Վարդանյանը. Спасибо. Թե մեր սրահում նստած մարդկանց, թե միլիոնավոր հեռուստադիտողների կհետաքրի մի մարդու կարծիք, որին արդեն մի քանի տարի է ինչ խորհուրդ եք տալիս ի պաշտոն է։ Եթե չեք առարկում, լսենք այդ անձնավորության կարծիքը եւ նորից շարունակենք մեր զրույցը։ Խնդրեմ։ Յուրի Վարդանյանը Փարիզ բուն առումով մեծ մարզիկ էր։ Մի այնպիսի մարզիկ, որ մրցակից չուներ։ Եվ ամեն անգամ, երբ որ Յուրի Վարդանյանը մոտենում էր ծանրաձողին, մանավանդ հեղինակավոր մրցումների ժամանակ, մեզնից յուրաքանչյուրը վստահ էր, որ Յուրիկը նոր ռեկորդ կսահմանի եւ այդպես էլ պատահում էր։ Հիշում եք, երբ նա ծանրաձողը բարձրացնում էր եւ պահում գլխավերևում ժպտում էր։ Բոլորիս թվում էր, թե նա տանում է հեշտությամբ։ Իհարկե այդպես չէր։ Իրականում տքնաջամ մարզումներ էին, տասնյակ հարյուրավոր տոննաներ էր բարձրացնում, որպեսզի կարողանար շարակեր այդ խզորությունը, այդ մեծ ուժը։ Եվ ես չափազանց ուրախ եմ, որ Յուրի Վարդանյանը կարողացավ հասնել այդպիսի բարձր։ Շատ հեշտ է ասել, մի երեկոյի ընթացքում 5 համաշխարհային ռեկորդ, կամ էլ 43 համաշխարհային ռեկորդ։ 43 համաշխարհային ռեկորդը շատ է 43 մարդու համար, բայց մի մարդ կարողացավ ահա այդպես բառը։ Յուրի մի հատ ռեկորդ ուներ ընդհանրեն, դա ծանրաձողն էր, եւ նա ծանրաձողի հետ էր մրցում։ Բոլորս հիշում ենք, որ նա ծանրաձողի մոտենում էր այն ժամանակ,
երբ որ բոլորն արդեն ավարտել էին իրենց ելույթները, եւ սա անհնար է մոռանալ։ Անհնար է մոռանալ, որովհետեւ նորից եմ կրկնում, խոսքը այստեղ սպորտային արդյունքների մասին չէ միայն, այլ մեր ժողովրդի ճանաչելիությունը բարձրացնելու մասին է, մեր ազգային արժանապատվության եւ հպարտության մասին է։ Նա ոչ միայն հզոր մարզիկ է, այլ նաեւ շատ այսպես ու բնավորությամբ տղամարդ եւ ընկեր։ Այս առումով ես կարծում եմ, որ անշուշտ Յուրի Վարդանյանը անելիքներ ունի եւ նա շարունակի իր գործը։ Դեպ ուզում եմ զուգահեռ անցկացնել Յուրի Վարդանյանի եւ Տիգրան Պետրոսյանի միջեւ։ Ինչպես Տիգրան Պետրոսյանը կարողացավ շախմատը տարածել Հայաստանում, այնպես է այսօրվա մեր ցանրորդների հաջողությունը անպայման կապված է նաեւ Յուրի Վարդանյանի ելույթների, հաջող ելույթների հետ։ Ես սա չեմ ասում, որ ուրիշները նեղանան, բայց ես կարծում եմ, որ Յուրի Վարդանյանը մեր ամենամեծագույն մարզիկն էր բոլոր ժամանակներում։ Եվ պատահական չի, որ վերջերս Յուրի Վարդանյանը պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանանշանով, հենց իր ունեցած վաստակի համար։ Բայց լինել բացառիկ, չունենալ իրականության մեջ չունենալ մրցակից երկար տարիների ընթացքում, սա իրոք սպորտային սպրագործություն է։ Պարոն Վարդանյան, Հանրապետության առաջին դեմքն էլ կարծիք հայտնեց բոլոր ժամանակների լավագույն մարզիկը Հայաստանի։ Ինչ կարող է ասել։ Դե մենք բավականաչափ հաճախ ենք շփվում, լինում են նաև անձնական խոսակցություններ սպորտի հետ կապված, իմացած ճանապարհի, որի մասին ես պատմել եմ, եւ բավականին հետաքրքրությամբ միշտ լսում է եւ նախագահի խոսքից հետո ես ուզում եմ իմ անձնապես բարի մաղթանքները մեր բոլոր օլիմպիականներին մաղթեմ։ Իմ ցանկությունն է, որ անպայման ոսկի ունենանք, ինչ չէ մեդալներով նաև հետ վերադառնան մյուս մեր մարզիկները։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, իհարկե հրաշալի ցանկություն է եւ ցավոք ժամանակը մոտենում է ավարտին, ուզում եմ մեկ անգամ եւս Յուրի Վարդանյանին մաղթել ամենայն բարին։ Գիտեք, լեգենդները կան, մնում են, բայց Յուրի Վարդանյանի ֆենոմենը ճիշտ ասացին ելույթ ունեցողները դեռ ամբողջովին չի բացահայտել։ Ուրեմն թույլ տվեք ավարտելով մեր այսօրվա հանդիպումը բոլորին մեկ անգամ եւս ասել շնորհակալություն։ Մենք անպայման առաջիկայում կհանդիպենք, հույս ունենանք, որ օլիմպիական խաղերում մեր մարզիկներն էլ կարդարացնեն մեր կենթանի լեգենդի հույսերը եւ ինչպես միշտ հրաժեշտից առաջ մենք Յուրի Վարդանյանին ուզում ենք ասել բարի վերադարձ կամ նորից բարև։ Այսօր այսքանը